Ժողովուրդ ջան, ուրեմն խաղ ենք խաղացել, մեր խաղի ընթացքում մեր շողիկն է շահե եւ շողիկի խնդրանքով ինչ ենք պատրաստելու Ջուլիա։ Այսօր կպատրաստենք ֆիլո խմորով փախլավա։ Ուրեմն արագի մեջ հիմա Ջուլիան կներկայացնի պատրաստելու համար ինչ է մեզի հարկավոր։ Ուրեմն ունենք նախորդ խանութից գնված խմոր, ֆիլո խմորը։ Հալած կարագ, ընկույզ, իսկ սիրոպի համար մեզ անհրաժեշտ է մեղր, լիմոն եւ վանիլին։ Ջուլ, ես նայում եմ ընկույզը մաքրած է, չէ՞։ Պարտադիր, ընկույզը թրջում ենք երման ջրով եւ պետքա եղևազրկենք։ Հանում ենք, որպեսզի մաքուր լինի, առանց եղևի ընկույզը անհրաժեշտ է։ Մեզի հիմա հարկավոր է, որ մենք ընկույզը անցկացնենք բլենդերով։ Բայց շատ մանր չէ, որ կտորներ լինի։ Պարզա, ուրեմն ժողովուրդ ջան, հիմա բլենդերի օգնությամբ մենք այս ամեն ինչը մանրացնենք եւ ձեզ միանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, ուրեմն ընկույզը մանրացնելուց հետո սկսում ենք հավաքել, չէ՞ Ջուլ։ Ուրեմն ֆիլո խմորը ինքը շատ շուտ չորանում է։ Դրա համար անհրաժեշտ է խոնավ սրտիչի մեջ պահել, որպեսզի շուտ չչորանա։ Ինքը ցեք հավաքելը։ Շատ բարակ լիստեր է ողջին։ Նախորդ սրտիչը ես խոնավացրել եմ։ Այնա այսպես անենք որ Ստեղ երևի դնենք, որ ինձ հավաքելը հեշտ լինի։ Տեղափոխում ենք խոնավ սրտիչի վրա։ Սկսում ենք փաթաթել։ Վերցնում ենք ֆիլո լիստը, ողջան ուրեմն։ Մեզ անհրաժեշտ է հավաքենք փախլավաները։ Ամենաառաջինը յուղ ենք անում։ Այսինքն կարագ է մեր մոտ հալեցված, կարող եք յուղել անել։ Լավ, տարածում ենք յուղը։ Իսկ մա բռնես զարդ երևի ավելի հետաքրքրնի։ Ոնց ասես։ Երկրորդ լիստը պետք է հեսա դնենք վրան։ Երկու լիստով ենք սկսելու փաթաթել։ Շատ կարագ է ինքը ներծծում խմորը, որովհետև խմորի մեջ է։ Ինքը յուղային ոչ մի բան չունի։ Ուրեմն երկրորդ լիստն ենք փռում խմորի վրա։ Ու սենց ամբողջ լիստերը պետք է անես Ջուլ։ Չէ, ողջան, հատ-հատ պետք է փաթաթենք հեսա։ Քիչ շատ համով է խմոր կլինես, չէ՞։ Դե հա, ասել տատիդ ինչի մեջ է սկան յուղով պոպող լցնի համով։ Հիմա ընկույզ ենք տարածում։ Ներքով ավելի հետա։ Բեր է սենց անեմ Ջուլ ավելի այսպես մոտիկ դնա։ Ավելի հետաքրքիր։ 4 մատ այս կողմից չեք անելու։ Ընկույզ մենակ այս մասն ենք անում։ Նովովի իմ համար հատուկ փայտա պատրաստել, որ գեղեցիկ փաթաթեմ։ Դնում ենք փայտը։ Այս փաթաթում ենք փախլավան։ Եվ մինչև վերջ։ Ձեռքով այսպես հավաքում ենք, իրան որ գեղեցիկ տեսք տանք։ Եվ տեղափոխում ենք պրոթվինի մեջ։ Ողջան, մի հատ պրոթվինը կտաս ինձ։ Այսպես դնում ենք, նորից յուղ ենք անում, տակը պրոթվին։ Ջուլիան պետք չէ այդ պերգամենտը։ Չէ, ողջան։ Այս մեկը պետք չի ոչ մի յուղաթուղ, պերգամենտ, ոչ մի բան պետք չի։ Այ յուղի։ Կարագ ենք անում, կամ յուղ, ով ինչ նախընտրի, բայց մենք հալած կարագով ենք պատրաստում։ Ամբողջությամբ պետք է կարագ տարածենք, որպեսզի ավելի համեղ լինի։ Այս հանում ենք փայտը։ Եվ տեղափոխում ենք պրոթվինի մեջ։ Եվ այսպես պետք է շարունակ անենք։ Ուզում ես մի հատ էլ արա, ցույց տաս Ջուլ։ Ինչ ձևա մեր մոտ ստացվում։ Ես քեզ ինչով օգնեմ կամ խանգարեմ։ Սա ես էսի կանեմ, դու քո համեղ կոկտեյլը կպատրաստես։ Լավ, միջև Ջուլիան։ Հլստեն եք ժողովուրդ ջան, ես գեղեցկությունը հեսա բերեմ մոտիկ ցույց տամ։ Հլստեն եք։ Այս գեղեցկությունը։ Նեզոր այս ամբողջը, որ ուզում եք իմանալ տարբեր գույների ոնց են պատրաստել, այս վերևը կամ այս վերևը միտեղ Instagram-յան ալիքի հղումը կթողենք, այնպես որ մտեք ու վայելեք ժողովուրդ ջան։
Երկրորդ լիսն ենք փռում, նորից նույն ձև շարունակում ենք։ Կարագ ենք անում, նորից ընկույզ ենք ցանում, ընկույզը պետք է վերևից 4 մատ պահեք, նոր լցրեք ընկույզը։ Բայց ուրիշ բան էլ են ավելացնում բացի ընկույզից։ Ամեն ընդեղ է, ինչ ուզեք։ Հա։ Կարող եք պնդուկով, գետնանուշով, ընկույզով, պիստակով։ Հա։ Շատ համեղայլի ստացվում։ Սկսում ենք գեղեցիկ փաթաթել։ Որ պատրվում է խմորը, ոչինչ չվախենաք, ոչ մի բան չի լինելու։ Այամ պետքա պրոստը զգուշության ավելի հավաքես։ Զգուշությամբ հավաքենք, մինչև վերջ հավաքում ենք։ Թեթև այս ձևի տեսք ենք տալիս։ Եվ վերջ։ Տեղափոխում ենք պրոթվինի մեջ։ Այսպես դի ամբողջ թավան լրացնենք մեր փախլավաներով։ Դե ուրեմն ջուլ, երևի ամբողջական հավաքենք եւ միանանք։ Կարելի է։ Դե ուրեմն ժողովուրդ ջան, այս ամբողջական մի հատ վռազ արագի մեջ հավաքենք եւ ձեզ միանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, հիմա ամբողջական ցույց կտանք Ջուլիան ոնց է պատրաստը։ Հիմա Ջուլիա ներկայացրա։ Ուրեմն 2 տուփ ֆիլո խմորը մեզ հերիքեց 30-40-ի վրա է մեր պրոթվինը։ Այսքան, քանի որ մեզ մոտ տարածք մնաց, ունեի կատաիֆի խմոր տունը, որոշեցի 4 հատ էլ կատաիֆի պատրաստել խմորով։ Այս խմորն է, չէ՞ ջուլ։ Հա, մանր հեսա, բացեմ ժողովուրդ ջան, նա ցույց տամ։ Ինքը այս ձևի խմոր է։ Այս ձևը ավելի բաց չէ, այս ձևի մանր մազուկներով կատաիֆի է կոչվում։ Նույն ձևերի կարակով պետք է անպայման առաջ կարակ անենք, հալած կարակ անենք։ Ինքը միակ խմորն է, որ շատ կարակ է։ Սիրում անընդհատ պետք է կարակով աշխատել։ Դե էսի պատրաստած տարբերակն է, չէ՞ մեր մոտ։ Հա, ողջ ջան, արդեն պատրաստել եմ։ Հիմա մի քիչ ընկույզ ենք մեջտեղի մասը ցանում։ Այս ձև կողքերից սխմում ենք, որ ընկույզը մեջ մնա։ Եվ պտտելով պետք է հավաքենք։ Մեջտեղի մասում նորից ընկույզ ենք ավելացնում և պետք է նորից լավ կարակ անենք։ Եվ ուղարկում ենք ջեռոց 170 աստիճան, պետք է թխենք 35-ից 40 րոպե։ Հիմա էլի բան ենք ավելացնում։ Հա, ողջ ջան, հիմա պետք է այսպես ամբողջությամբ տես քանին կարակ արել ենք, երևում է նորից լավ կարակ ենք առատորեն անում։ Պետք է կտրատենք իրան գեղեցիկ։ Տեղափոխում ենք ջեռոց և օշարակն ենք պատրաստում։ Կամ պետք է փախլավաները տաք լինի, կամ օշարակը, կամ հակառակ, օշարակը տաք լինի, փախլավան սառը։ Հա, որ ինքը իրար հետ համընկնի, հա։ Հա։ Հիմա մենք փախլավան տաք կանենք, օշարակը սառը։ Հիմա բացատրի, որ պետքա կտրատեսել, հա, երևի։ Կտրում ենք։ Այո, երևի այսպես չէ, ողջ ջան։ Որ այս մեկը արդեն կոչիկի մասն էր կտրատած, մենք նորից այս ձև կկտրենք։ Ասենք էսի ինչի համար, որ հեշտ լինի ուտելը, հա։ Համ ուտելը հեշտ լինի, համ էլ հեսա որ օշարակը գցնենք միշտ քաշի մեջը, որ։ Հա, բարձ։ Այսինքն երևի ավելի ճիշտ կլինի։ Այս ձև կտրատում ենք։ Չէ, լրիվ նմանվա, ոնց որ են խանութով վաճառում են, չէ։ Եվ այս վերևի մասը ողջ են։ Ասեք ձեռքով էլի անեմ ավելի հեշտ կլինի ինձ։ Դե ձեռքով քեզ ոնց հարմար է, այդ ձևը լավ է։ Այսինքն ընկույզ ենք մի քիչ անում։ Իսկ որ ամբողջական ցանը է, ջուր։ Չէ, ամեն մեկի վրա։ Մի քիչ չարչարվենք էլի։ Հա։ Սիրուն է լինում սենց։ Դե ինձ թվում է հո ամբողջական չեն նստի, սպասեն թե դու այդքան ոնց ես։ Դե չէ, հիմա կավելացնենք ուրեմն ողջ ջան։ Տեղափոխենք ջեռոց 170-ից 180 աստիճան պետք է թխենք 35-ից 40 րոպե։
դուրս ենք անում ջեռոցից, այդ ընթացքում մինչև թխվի մենք օշարակը կպատրաստենք։ Ջուլ, էլ գործողություն կա, որ պետք է դու կատարես։ Ստեղ չէ, ով ջան։ Այդ ընկույզները ավելացնում ես ու ջեռոց ես տեղադրում։ Ջեռոցը տեղադրում ենք, ուրեմն քանի րոպե։ 35-ից 40 րոպե։ 35-ից 40 րոպե պետք է էփի։ Պարզա, դե ուրեմն ժողովուրդ ջան, հեսա կնկուզը ամբողջական տարածի, ուղարկենք ջեռոց, կմիանանք, երբ որ օշարակը պատրաստենք։ Բայց այդ ընթացքում ինձ թվում է մինչև Ջուլիան օշարակը պատրաստի, ես ձեր համար մի հատ հավեսի, մի հատ կոկտեյլ կպատրաստեմ, որ մեր այս համեղության հետ մենք վայելենք։ Դե գնացինք։ Ուրեմն սկսում ենք պատրաստել օշարակը։ Ավելացնում ենք կաթսայի մեջ ջուր, կարող եք շաքարավազով նաև պատրաստել օշարակի բաղադրատոմսը կգրենք անպայման վիդեոյի ներքևում։ Ես մեղրով տարբերակն եմ սիրում, ավելացնում ենք մեղրը, լավ խառնում ենք, որպեսզի միասեռ զանգված մեզ մոտ ստացվի եւ պետք է եռացնենք։ Հենց եռը անջատելու է։ 2 դոլիկ էլ կիտրոն ենք ավելացնում մեջը սիրոպի։ Անպայման կորիզները հեռացնում ենք և երկրորդը վանիլին լավ խառնում ենք, որպեսզի լուծվի մեղրը, որ պլիտային դնենք չվառի տակը, խառնելուց հետո դնում ենք, որ եռաց։ Սա է մեր օշարակի պատմությունը, ողջույն։ Всё, արդեն ինքը պետք է եռա, ինչ լինի։ Ինքը պետք է եռա, ողջան, հենց եռա անջատելու ենք։ Դե պարզա ժողովուրդ ջան, մինչև Ջուլիան դե այդ օշարակը պատրաստի, ես էլ ձեր համար մի հատ հետաքրքիր կոկտեյլ կպատրաստեմ։ Ջուլ, ինչ ես նախընտրում, բաունտիով թե տրիքսով։ Ինչով ես ուզում այսօր պատրաստենք։ Բաունտիով։ Լավ։ Ուրեմն շատ հետաքրքիր տարբերակով ենք այսօր պատրաստելու ժողովուրդ ջան։ Վերցնում ենք բաունտին եւ երկրորդը։ Բավական է։ Ուրեմն հաջորդ քայլը ինչ ենք անում։ Ուրեմն ժողովուրդ ջան, բաունտին բաժակների մեջը տեղադրելուց հետո վերցնում ենք կոկոսի կաթ, հատուկ կոկտեյլ պատրաստելու համար։ Մենք ընտանիքով շատ ենք նախընտրում, կարակ փորձեք, ինձ թվում է ձեր դուն էլ կգա։ Բացելուց հետո ուրեմն ժողովուրդ ջան, ավելացնում ենք։ Այսինքն պետք է որ ամբողջական ծածկի։ Այս ձև։ Եվ երկրորդը։ Բավական է։ Ուրեմն հաջորդ քայլը, հեսա կասեմ, ինչ ենք անելու։ Կաթը ավելացնելուց հետո մեզի հարկավոր է ժողովուրդ ջան, այսպես ակուրատնի մեր բաունտիները տրորենք։ Նայում եք ինքը արդեն այս ձևի։ Տենում եք ինքը արդեն ինձ թվում է մեր օպերատորը մոտիկից ցույց կտա, նայում եք ինքը արդեն լուծվում է։ Պետք է այս ձևի, որ ինքը լուծվի։ Ուրեմն հաջորդը։ Հիմա այս ամբողջական տրորեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Որ ջան, լավ տրորելուց հետո արդեն մեր մոտ պատրաստ է։ Հաջորդ քայլը ինչ ենք անելու։ Ուրեմն դնում ենք այստեղ թող մեր հավեսին իրան հալեն։ Ինչ ենք անում։ Վերցնում ենք բաժակը։ Մեզ լուծվող սուրճը հարկավոր։ Ուրեմն հաջորդը ինչ ենք անելու։ Լուծվող սուրճը ավելացնելուց հետո ավելացնում ենք ջուր։ Եվ մի փոքր ավելացնում ենք շոկոլադնի սիրոպը, ժողովուրդ ջան։ Ինձ թվում է շատ համեղ է, կարաք փորձեք։ Եվ սիրոպն ենք ավելացնում։ Սիրոպը եռալուց հետո, հենց լավ եռա, անջատում ենք եւ թողնում ենք լավ սառի։ Եվ հարիչի օգնությամբ պետք է յան մատ տանավարի ձևի հարենք, ժողովուրդ ջան։ Հիմա ցույց կտամ։ Այսպես ու գնաց։ Շաքարավազի տեղը սիրոպ Հա։ ավելացրեցի։ Հիմա ջուր դու միջև սառուցը բերես։ Всё, պատրաստ է, ժողովուրդ ջան։ Հիմա հաջորդ քայլը ինչ ենք անում։ Մեզի պետք է որ այսպես նորից էլի հարենք իրանց։
Քանի որ լավ լուծվել են արդեն։ Որ մեր մոտ շատ համեղ ստացվի։ Պատրաստ է եւ երկրորդը։ Всё, պատրաստ է։ Ուրեմն մի հատ էլ ենք նորից էլի, այսպես թոմն, լավ, թոմնա ջուր մի բռնի։ Ուրեմն ինչ ենք անում, ժողովուրդ ջան։ Ավելացնում ենք սառույց։ Ավ ձեռքով այսպես մի տնավարի, ոնց որ ես սիրում եմ։ Այսպես։ Ու պետք է անենց անեք, որ այդ սառույցը գցեք, ինքը միտեղ գոնե ցպնի։ Պետք է դա անպայման։ Եթե չէ, ուրեմն ձեր մոտ չի ստացվի։ Всё, ինչ ենք անում, հաջորդ մեր քայլը։ Մի քիչ սիրոպ ենք ավելացնում։ Այ այսպես։ Նորից։ Ահա, բավական է։ Հիմա ջուր տուրնձի։ Մի հատ նորից էլի հարում ենք, յան։ Ու ավելացնում ենք սուրճը։ Ստը լայք ես գեղեցկությանը։ Նայում եք, դաժե չափն էլ, նայում եք, միլիգրամով տոշնի հենց ստացվավ։ Եվ մեզի հարկավոր է այսպես ձողիկները տեղադրում ենք ու վայելում ենք։ Սա ձեզ, սա մեզ։ Ասեք, որ ինքը գեղեցկություն է։ Չէ՞։ Համնելը շատ համով է։ Ուրեմն ժողովուրդ ջան, կարաք այս ամբողջը պատրաստեք ձեր տան անդամներին բոլորին հյուրասիրեք ու զարմացնեք։ Հիմա հաջորդ քայլը ջուր, մեր արդեն փախլավան պատրաստ է։ Փախլավեն թխվել է, հեսա օշարակը կավելացնենք փախլավայի վրա։ Այդ ժամանակ կմիանանք ձեզ ու ցույց կտանք ոնց ենք ավելացնելով։ Գնացինք։ Դե Ջուլիա ջան, ներկայացրա, ես ինչ գեղեցկություն ես պատրաստ է։ Շատ սիրուն է ստացվել, ուրեմն փախլավան տաք է, այսինքն բուրմայա կոչվում ինքը։ Եվ մեր սիրոպը սառը պետք է ավելացնենք փախլավայի վրա։ Ավելացնում ենք առատ սիրոպը։ Եվ նորից տեղափոխում ենք արդեն անջատված, պես ձեռն էլ է գալիս արդեն որ տաքը։ Պետք է տաք լինի անպայման, փախլավեն տաք, սիրոպը սառը կամ հակառակ։ Ուրեմն ժողովուրդ ջան, մեր փախլավան արդեն պատրաստ է, հիմա ուղարկում ենք ջեռոց, մի 15-ից 20 րոպե թողենք ջեռոցի մեջ անջատված, չէ՞, վիճակում։ Հետո դուս կհանենք, սեղանը կգցենք ու ձեզի ցույց տանք, թե ոնց է մեր մոտ ստացվել։ Գնացինք։ Դե Ջուլիա, ներկայացրա մեր մոտ ինձ թվում է շատ շքեղ է ստացվել, բերեք ես ներկայացնեմ, հետո Ջուլիային կփոխանցեմ, ինքը կներկայացնի։ Ժողովուրդ ջան, լնայեք մի րոպե լջոր։ Լնայեք ժողովուրդ ջան, այս իրոքից շատ գեղեցիկ է ստացվել։ Էս էլ է շատ գեղեցիկ ստացվել, ջուր նորություն է։ Այնպես որ հիմա Ջուլիան մանրամասնորեն կներկայացնի։ Արդեն մեր փախլավեն դեռ մի քիչ տաք է։ Ցանկալի է որ սառի նոր փորձել։ Հիմա ով շատ անկեղծ կլինի։ Դե ինձ թվում է ելի ձեռքով էլ պետք է իան փորձել։ Հա, ուղղակի լավ սառի նոր, հաջորդ Քանի որ տաք է։ Այսո, նայեք ժողովուրդ ջանից։ Ոնց է ով։ Հիմա կուզեի գիտես ինչ անես, որ մի հատ դանակով կտրենք։ Չէ, հեսա մեջտեղը կակրած ջուր, հեսա։ Չէ։ Չեմ անում, մի բանի համ եմ, չեմ կարամ իմանամ ինչ է։ Բայց շատ պրիատնի է ինքը ասենք օդում։ Տարբերվում է սովորական փախլավայով ինչով, մեջը խակ դարչին չկա, մենակ վանիլին է։ Ընկույզ, վանիլին, ֆիլոխմոր։ Գիտես ոնց իխի է շատ ջուր։ Ինքը ձևեք հաղցրել չի ստացվել։ Հա։ Հա։ Ինչն է անձի դուր գալի, որ ասենք կտես պրիատնի է ինքը ուտվում։ Անուշար է։ Այսինքն հավեսին։ Այսինքն։ Ուղղակի ինքը պիտի սառի ողջ է։ Սառած լրիվ ուրիշ ձև է լինում, թե թերթի։ Բայց էս էլ է ամով ջուր։ Հա։ Հա։ Պետք է սառի ուղղակի, մեր մոտ տաք է դեռ։
Չես էլ շատ համով։ Չէ։ Արժե իրոքից պատրաստել։ Ինձ շատ դուր եկավ, ժողովուրդ ջան, չեմ անում։ Յարետ նենց է համընկնում ժողովուրդ ջան, որ չեք պատկերացնում։ Սա ձեզ։ Մալադեց։ Մեր մոտ ամեն ինչ ստացվեց ժողովուրդ ջան, նես որ կարաք փորձեք։ Եթե հարցեր լինում են, մեկնաբանության մեջ անպայման գրեք, մեծ սիրով բոլորիդ հարցերին կպատասխանենք։ Էլի եմ կրկնում, ես իմ ամենասիրած բանն է, որ այսինքն ընտանիքով չարչարվում ենք, հեսա նստելու ենք մեր երեխեք հետ, հավեսին վայելենք։ Դե գնացինք վայելելու։